Հարգելի դիտողներ, շարունակում ենք ՄԱՀԱԿ փոդքասթը, ինչպես արդեն տեղեկացրել էի, հիմա ես հյուրընկալել եմ փաստաբան Տաթևիկ Սողոյանին, բարև ձեզ, ով նաև հանդիսանում է Արեգնաս Մանուկյանի դատապաշտպանը։ Տաթևիկ, հիմա ես սկսեմ վերջին լուրից Արեգնազի հետ կապված, որ դուք գրել եք ձեր Facebook-յան էջում, որ 2 շաբաթ է անցել, բայց Արեգնաս Մանուկյանի ապօրինի կալանավորման դեմ բերված եւ անհապաղ քննության ենթակա բոլոր բողոքը դեռևս վերաքննիչ դատարանի որևէ դատավոր չի մակագրել։ Ինչ է սա նշանակում, այսինքն ինչ որ ժամկետներ անցել են, օրենքով նախատեսված, չի արվում, դիտավորություն կա, չկա, խնդրեմ։ Ուրեմն կալանքի որոշումը կայացվել էր հուլիսի 9-ին եւ դրանից հետո պաշտպանական թիմը ունի 10 օրյա ժամկետ բողոքարկելու եւ հենց բողոք ստանալու պահից քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ այդ բողոքը ենթակա է անհապաղ քննության, քանի որ հարցը վերաբերում է անձի ազատազրկմանը, 10 օրյա ժամկետը 10 օրյա ժամկետում իրավունք ունենք բողոքարկել, բայց մենք իհարկե 10 օրյա ժամկետը չենք սպառել, 5 օր անց կարծեմ բողոքարկել եք։ Այո, բողոքարկել ենք, ամսի 14-ին արդեն իսկ մեր գործընկերոջ կողմից բողոքը ուղարկվել է, բայց դրանից անցել է ուղիղ արդեն 2 շաբաթ եւ մենք ամեն օր զանգում ենք վերաքննիչ դատարան, ճշտում ենք, ասում ենք, ստացել եք արդյոք նյութերը, ասում են ոչ, պրոբլեմ կա, առաջի ատյանը չի ուղարկել։ Հա, առաջի ատյանը պետք է ուղարկի վերաքննիչ։ Այո, այն ժամանակ, երբ որ այդ բողոքը պաշտպանների կողմից ուղարկվում է եւ ակտը կայացրած դատարան, առաջի ատյան եւ վերաքննիչ դատարան, առաջի ատյան ուղարկվում է նրա համար, որպեսզի այդ դատավորն իմանա, որ իր ակտը բողոքարկվում է ու համապատասխան գործի նյութերը ուղարկի վերաքննիչ դատարան, որպեսզի այդ ժամանակը չձգձգվի, այսինքն ամբողջ նյութերը այն ծավալով, ինչը որ ինքը քննել է, ուղարկի վերաքննիչ դատարան, վերաքննիչն էլ իմանա, բայց դա տեղի չի ունեցել։ Այսինքն խնդիրը առաջի ատյանի դատավորի հետ է կապված։ Այո, նույն դատավորի հետ, որը կայացրել է այդ զարհուրելի որոշումը, որը բացի նրանից, ոչ, Մանվել Շահվերդյան, այո, որը ոչ միայն, այսինքն իր բնույթով իհարկե մի քիչ ուրիշ տիպի ապօրինի էր, հեսա կասենք ինչի, այդ քաղաքական հետապնդման, որովհետև տենց ամեն տեսակի ոնց որ ամեն մի քաղաքական հետապնդում մեր այս իրականության մեջ մի նորույթ է բերում, մեկին ինչ որ չեղած բան են վերագրում, մեկին եղածը ուռճացնում են ուրիշ բան են մեկնաբանում։ Հիմա այս ստեղծագործական ազատություն է ստացել։ Շատ մեծ ազատություն է ստացել, բայց այդ դրան կանրադառնանք։ Այս դեպքում այս որոշումը խայտառակ ապօրինի էր ոչ թե որովհետև ապօրինի էր միայն, այլ նաև որովհետև անմարդկային էր, որովհետև մենք սրանից շատ ավելի ծանր մեղադրանքներով, օրինակ նույն վերցնենք Սրբազան պայքարի գործը, որը իր ծանրությամբ մի քանի անգամ ավելի ծանր արարք էր մեղսագրվում, ասենք ահաբեկչություններ, բայց նույնիսկ ահաբեկիչներին չէին արգելել իրենց մերձավոր ազգականների հետ շփում ունենալ։ Ու նույնիսկ այն պարագայում, որ այդ այսպես ասած պայմանական ահաբեկիչներից շատերը երեխաներ չունեին, այսինքն խնամքին խոցելի վիճակում գտնվող մարդիկ չունեին։ Հիմա այս պարագայում հերիք չի, որ արարքը միջին ծանրության էր, նաև դատարանին տրվել էին համապատասխան հիմնավորումներ, որ այս մարդն ունի անչափահաս երեխա, դեռահասության տարիքում գտնվող աղջիկ երեխա, ում հետ մի շարք հանգամանքներով շատ դժվար տարիք է, այո, նախ անմարդկային մեծ ստրես է միայն այդ հանգամանքը, որ կալանքի են տանում, բայց բնականաբար դա 10 անգամ ավելի սաստիկ է դառնում, երբ որ պարզապես ասում են շփվելու հնարավորություն չկա։ Իսկ ինքը ոչ միայն խայտառակ ապօրինի էր, այլ նաև խայտառակ անմարդկային որոշում էր։ Ու այս անմարդկային որոշման դեմ բնականաբար պետքա լավ կայացրել էիք, մոտապես sense մի տրամաբանություն է գործում այս հետապնդում իրականացնող շղթայի մեջ, ամեն մեկը իր հերթին ասում է դե լավ, հիմա դե ինձնից չի կախված, օրինակ քննիչը ասում է, դե ինձ ասել են այդ միջնորդությունը տուր, ես գրում եմ, դե այդքան լավ տղա է պայմանական ասենք, էլի դատավորը թող ինքը չբավարարի։ Դատավորն էլ գալիս է այդ գործը ստանում, ասում է դե լավ, ես էս մի բանը սենց կանեմ, դե եթե ինձանից ավելի արդար մարդ կա, թող վերաքննիչում բեկանի։ Ու այսպես գնում է, բայց գոնե այդ process-ում
երբ որ տեսնում են, որ այդ ինտենսիվ միջամտությունը մարդու իրավունքներին անում են, ու նաև այս դեպքում տվյալ մարդը չի միայն խնդրի առարկան, էլի հասկանանք, որ նաև երեխան է։ Լավ, գոնե մի քիչ արագ արեք, տեսնենք ինչա վերջում է լինում։ Սա խոսքը վերաբերում է վերաքննիչի այդ Վերաքննիչին, քննությանը։ այսինքն 2 շաբաթ այն պարագայում, երբ որ մնացած բոլոր գործերում մենք, չգիտեմ, տալիս ենք բողոքը ու գրեթե նույն շաբաթվա մեջ եւ տեղ է հասնում եւ նյութերն են հանձնում եւ մակագրումն է լինում, նույնիսկ շատ դեպքերում վարույթ ընդունելու որոշումներ ենք ունենում, նիստի որոշման հրապարակման օրներ ենք լինում։ Հիմա արեկնաս այս Տիկին Մանուկյանը 2 շաբաթ է ինձ զանգում է կամ ես եմ այցելում իրան, ասում է ինչ նորություն, ասում եմ չկա, ու ինքը չի հասկանում, ինչի պետք է այս ամեն ինչը այսքան ձգձգվի։ Այսինքն դուք այստեղ դիտավորություն տեսնում եք։ Ինքը կարող, քանի որ ասում եմ, Շատ նման է դիտավորության։ Շատ նման է դիտավորության, այո։ Հիմա գործի հետ կապված ես նշեմ տարբեր արձագանքներ, դե հիմնականում գերակշիռ մեծամասնությունը ընդհանրապես ծիծաղելի է համարում այս ամեն ինչը, համարում է քաղաքական հետապնդում, բայց ցավոք սրտի մեր հասարակության մեջ ֆեյքերից բացի իշխանությունների կա նաև մի փոքր հատված, որը ասում է դե որ նման մեղադրանք են ներկայացրել, ուրեմն տակը ինչ որ բան կա, ինչ որ բան արած պետք է լինես, որ նման հոդված դնեն եւ հայտնվի Շավերդյան Սամվել անունով դատավոր, որը առանց ոչ աջ ոչ ձախ նայելու նման խիստ կալանքով սահմանափակում է Արեգնազ Մանուկյանի շփումը անգամ իր դեռահաս աղջկա հետ, անչափահաս աղջկա հետ եւ մոր հետ։ Մի հատ բացատրեք, էլի։ Ինչի այդպես չի։ Ուրեմն ըստ իս այստեղ շատ հետաքրքիր սոցիոլոգիական, հոգեբանական ու տենց նոր մարդկային տեխնոլոգիական էլեմենտներ են աշխատում, որովհետև մի կողմից այս միստիկայի բանն է, հնարքն է օգտագործվում, որ պետական գաղտնիք, չգիտեմ ինչ որ լրտեսություն եւ այլն, բայց նախաքննական այն ժամանակ թե մենակ նախաքննական գաղտնիքով էինք սահմանափակված, հիմա մի հատ էլ պետական գաղտնիքով ենք սահմանափակված, չնայած չգիտենք այդ որն էր այդ գործի մեջ պետական գաղտնիք, բայց sense այդ միստիկայի շղարշը որ գցում են ու գիտեք ինչի վրա են խաղում, տեսեք, ասում են դե տեսեք այն ժամանակ հո տենց շատ չի եղել տենց հանցանքներ, ուրիշ բան են, օրինակ խաղ բանտարկյալներին տարել են, չգիտեմ, առցանց խուլիգանության հոդվածով բան, բոլորս տեսել ենք, հասկացել ենք, որ մի քիչ ավելացեն, տեսեք, որ սա առաջինն է իր երևույթով, մարդկանց մոտ այդ կասկածը գցում է, ինչպես օրինակ ես նույն զուգահեռ տանում եմ միշտ Բագրատ Սրբազանի գործի հետ, որ բնեցին տերորիզմի նախապատրաստություն, մեղա Աստծո, ասենք, ինչպես կարող ու ինչ որ փորձեցին այդ ձայնագրություններով կարել սարքել տպավորություն, որ տերորիզմ կա, ինչ որ մի բան ասել է ու զուտ այդ մեղադրանքի ծանրությունը ու այդ հանգամանքը ինքնին նույնիսկ Սրբազանի մերձավոր շրջապատում շատ մարդկանց մոտ եւ նաեւ հասարակության մոտ շատ գիտակից մարդկանց մոտ այդ մոլորությունը ստեղծեց, լավ, սենց ոնց որ առաջի անգամ էր իրականից կարող է այդպիսի բան լինի, հետո բնականաբար եկանք հասանք դատաքննության փուլ, երբ որ նյութերը մեզ արդեն հասանելի դարձան, մենք հնարավորություն ունեցանք դա անելու։ Հիմա այս պարագայում բայց ինչքան սկզբունքը նույնն է, բայց ինչքան նստեց Բագրատ Սրբազանը 11 ամիս ու ասենք ու ինչ դրա համարով է պատասխան տալու դատավորները, դատախազները, քննիչները։ Հետագայում հուսանք, որ պատասխան տվեն։ Բայց հիմա գալով Տիկին Մանուկյանի գործին։ Հիմա այս պարագայում էլի այդ լեգենդը ճշմարտանման դարձնելու համար կապելով պարոն Թևանյանի գործին, ասելով, որ այ տեսեք, այնտեղ նիստ էր եղել, այդ նիստը հատուկ այդ պետական գաղտնիքի համար փակվել էր, չնայած այն նրան, որ այդ նիստը փակվել էր, չնայած նրան, որ պարոն Թևանյանը այլևս падգամավոր չէր, երևի թե, ոստեղ ամենակարևոր այդ բանն է, քանի որ Տիկին Մանուկյանը նույն ֆրակցիայից էր, ինքը փոխանցել է այդ տեղեկատվությունը։ Այդ քրեական գործից է մեջ բերում է։ Երևի թե, հա։ Այո։ Սա այդ գործի ամբողջ խարիսխն է։ Մենք չենք կարող ասել, չնայած որ համոզմունք ունենք, որ այդտեղ պետական գաղտնիքի որևէ բան չկա, բայց բովանդակությանը չենք կարող անդրադառնալ։ Չենք կարող այլ դատավարական ասպեկտների էլ անդրադառնալ, բայց այս մի բանը հստակ ասել եմ, որ
Արեգնազ Մանուկյանի քաղաքական հետապնդման նորույթը կայանում էր նրանում, որ իր մեղադրանքը խարսխված է ենթադրության հիման վրա։ Ասում են, մենք չունենք հստակ փաստ, որ հենց ինքն է փոխանցել այդ տեղեկատվությունը, բայց ենթադրում ենք, որ եթե ինքն էր ամենամտերիմը պարոն Թևանյանի հետ, ուրեմն ամենայն հավանականությամբ ինքն էլ փոխանցել։ Այսինքն մտերմությունն է հիմքը, Այո։ որ երևի թե այդ երևի թեև կարելի էր ասենք Ալեն Սիմոնյանին խոսքի Այո, ձերբակալել բոլորին, կամ ով որևէ ԿՊԱ-կանի, եթե այդքան փող են վերագրում, հիմա անդեից կարողա երևի թե եթե ինչ որ մեկին առաջարկեր $100,000, ասենք ինչ գաղտնիք ասես կարող երևի թե վաճառի, երևի թե ճիշտ ասած հակառակն էլ ապացուցող կա, ինչպես նշեցիք, օրինակ, պարզվեց, որ պարոն Հովիկ Աղազարյանի ՔՊ-ից հեռացվելու պատճառը այն էր, որ պարզվեց, որ ընդդիմադիր մեդիային տեղեկության արտահոսքը արել էր պարոն Աղազարյանը։ Հիմա չէր կարա արտահոսք անել, օրինակ, ասենք Անդրանիկ Թևանյան, եթե այդ տրամաբանության մեջ եք նայում, իհարկե կարող էր, այսինքն էլի եմ կարող է վաղը գնան Հովիկ Աղազարյանի հետևից, այո, կամ քանի որ ինքը Էրմիրսը, այդ երևի թեի վրա է ու կարող է վերաբերել լրիվ նույն իրավիճակում այդ օրը գրանցված բոլոր պատգամավորներին, Հայկ Կոնջորյանից սկսած մինչև, չգիտեմ, Ալեն Սիմոնյան, բոլորին կարող է այդ մեղադրանքը վերաբերվել։ Ես հասկանում եմ, որ մենք աբսուրդ երկրում ենք ապրում, որը ավելի շատ մոտ է անասնաֆերմայի սցենարին, բայց օրինակ այս ամեն ինչը ես ուղղակի չեմ կարող, ասենք, բանականության սահմաններում մարսել, եւ կարծում եմ, որ իրոք շատ շատերը չեն կարող մարսել, ուղղակի ես եւս մեկ անգամ չեմ կարող չանդրադառնալ դատավորին Շավերդյան Մանվելին, լավ, ենթադրենք ինչ որ մեկը ասել է դու պարտավոր էիր դա անել, ենթադրենք, հա, բայց ինչու նման խիստ ռեժիմով, երբ սահմանափակվում է շփումը երեխայի հետ։ Ես դա չեմ կարող պատկերացնել, առավել եւս, որ Անդրանիկ Թևանյանի ձերբակալությունից հետո անցել էր ամիս ու կես, նոր ձերբակալեցին Արեգնազ Մանուկյանին, եւ ինչ է կարծում, արդյոք այդ քննչական մարմինը այնչա դատախազա իրենք ավելին են իմացել այդ ամիս ու կեսվա ընթացքում, ինչ չգիտեին Անդրանիկ Թևանյանին ձերբակալելու ժամանակ։ Շատ ճիշտ հետևություններ եք անում ձեր հարցադրումում։ Եթե մի փոքր այսպես պատասխանեմ, կարծում եմ հետո Տիկին Մանուկյանը երբար կհամարի սրա մասին նաև իր հետագա ուղերձներում էլ կխոսի։ Այստեղ ես տեսնում եմ եւ կա ուղիղ շանտաժի էլեմենտ։ Այսինքն Տիկին Մանուկյանից Անդրանիկ Թևանյանի կալանավորումից հետո ակնկալվում էր որոշակի վարքագիծ, որը չդրսևորվելու պարագայում հիմա պարզապես այս շփման սահմանափակումը պետք է դիտարկել որպես դրա հետևանք։ Եթե ես պարզ ասեմ, ասում էին գրի Անդրանիկ Թևանյանի վրա, եթե չես գրում, մենք քեզ բաժում ենք։ Ինկվիզիցիան, ասենք, վհուկներից ցուսմունք ստանալու համար խոշտանգում էր ֆիզիկապես, սա ես կարող եմ դիտարկել որպես հոգեբանական խոշտանգման ձև։ Կարող ենք դիտարկել, այո, իհարկե, որովհետև այլ բացատրություն որևէ մի մասնագետ, որևէ իրավաբան չի կարող բացատրել, հիմնավորել այս իրադրությունում, որևէ իրադրությունում, ինչպես կարող էր մոր եւ 13 տարեկան երեխայի շփումը ազդել 1.5 տարի առաջվա ենթադրյալ պետական գաղտնիքի փոխանցման գործի քննության շահի վրա։ Կարող է, ասենք, այս Շավերդյան Մանվելը ինչ որ բան իմացել է, որ մենք չգիտենք։ Չեմ կարծում, ուղղակի իմ անձնական ընկալումը հետևյալն է, որ ես էլի սրա մասին շատ եմ խոսում։ Այս խորը ծառայամտությունը մեր մոտ արդեն քաղցկեղի պես մի բան է դարել, ինքը համակարգը ամբողջությամբ ախտահարել է մեկի մոտ, այսինքն եթե մենք նայենք դատական համակարգը տարբեր օրգանների, մի օրգանը մի քիչ ավելի շատ է ախտահարել, մի օրգանը ավելի քիչ է ախտահարել, օրինակ երբ որ այդ իմպուլսը գնում է
քննչական կոմիտեից X քանակով է այդ ռեակցիան տրվում, եթե օրինակ այդ իմպուլսը գնում է AC-ից, որը ավելի ահասարսուր է, 10x է լինում, ու այսպես այս ամեն ինչի կումուլյացիան մեկ-մեկ մարդիկ, չգիտեմ, ինքնագրակ հննվում են, մեկ-մեկ մարդիկ ինքնավախենում են, Պապից ավելի կաթոլիկ են դառնում մեկ-մեկ։ Ի վերջո մոռանում են այդ պատմուճանի ծանրությունը, որ դրված է իրենց ուսերին, մոռանում են, թե ինչ առաքելությամբ են իրենք դարձել դատավոր, մոռանում են, թե ինչու են իրենց դիմում պատվարժան դատարան։ Այ պետք է հասկանալ, թե ինչ ազդեցության հիմքով են իրենք այդ ամեն ինչը մոռանում, էլի։ Ինչ որ կարող է գործոններ լինեն, որոնք մոռացության են տալիս այդ պատմուճանը, հարգարժան դատարանը եւ այլն։ Այդ հետո արդեն կպարզվի, ես կարծում եմ, Տաթևիկ, բայց երեխայի հետ կապված ես տեսել եմ ձեր հարցազրույցները բազմաթիվ անգամներ, հոգեբանական ծանր վիճակ, դժվար տարիք, այս առումով ինչ որ նորություն կա, ինչ որ բան կարելի է անել, թե չի կարելի անել։ Տեսեք, ես իհարկե այս իմ ժամանակային գրաֆիկում հասկանալով նաև երեխայի շահը եւ այլն, փորձում եմ եւ այդ կապող օղակը լինել Տիկին Մանուկյանի եւ երեխայի միջև հանդիպում եմ եւ երեխային եւ Տիկին Մանուկյանին։ Բայց հասարակ տրամաբանական մի բան, ասենք, լավ, շատ պարզ օրինակ բերեմ, որ մարդկային իմաստով էլ հասկանալի լինի։ Ցուցակ է ուղարկում Տիկին Մանուկյանը, ասում է, այս ցուցակը ինձ անհրաժեշտ իրերի ցուցակ է։ Ես նայում եմ, ասում են, ախր սա այսինքն չի սրանից չի օգտագործում, բան չի անում։ Կարող է իրան ստիպում են կամ եւ այլն։ Ասում եմ, չէ, ժողովուրդ ջան, որևէ ստիպելու բան ինքը լավ է իրեն զգում, պայմանները նորմալ են, իրեն հարգալից են վերաբերում, բայց հասարակ մի հատ են, որ ասում են ձայնը լսեմ, հանգստանամ։ Հիմա 85 տարեկան մայրը, 13 տարեկան երեխան, ինչքան էլ ուզում ես իրենց պատմի, հասարակ բան, որ իրանք նույնիսկ այդ հեռախոսով խոսելու հնարավորությունից զրկված են, իրենց մոտ, իրենց գլխում հոգեբանորեն նորմալ է դա, տարիքային առանձնահատկություններով պայմանավորված, իրականությունը շատ ավելի սարսափազդու է ընկալվում, քան ինքը կա։ Ու այս դեպքում նաև իր ազդեցությունն է ունեցել առավելապես, հիմա չեմ ուզում շատ այսպես գայուն թեմաների անդրադառնամ, բայց կարծում եմ նաև ինչքանով որ էթիկան թույլ կտա, նաև ունկնդրի համար, որպեսզի մարդկայինորեն պարզ լինի այս ամեն ինչի ստորությունը ու ցավալի հետևանքները, նույնիսկ այն իրավիճակն է հանգեցրել, որ երեխան չի քնում բացառապես հանգստացնող դեղամիջոցների ազդեցությամբ, որոշակի տագնապային մտքերով է եւ այլն, եւ այդ ամեն ինչը իհարկե իր արձանագրումները ստացել է եւ ելի եմ ասել, այս այն տրավման է, որը պետությունը ուղղակի ունակ չի լինելու ռեաբիլիտացնել։ Արդարացվեց Արեգնազ Մանուկյանը, վաղ թե ուշ միանշանակ արդարացվելու է։ Սա Շավերյան Մանվելի որոշման արդյունքն է։ Այո։ Արձանագրվել է Տաթևիկ, ինչով է արձանագրվել։ Մասնագետների ներգրավմամբ, ընդ որում պետք է ասեմ, որ մասնագետները ներգրավել են Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության միջնորդությամբ։ Մենք այժմ ունենք այդպիսի եզրակացություն, որը ինքնին բխում է, որ երեխան ուղղակի երեխայի նորմալ զարգացումն ապահովելու նորմալ սոցիալ-հոգեբանական միջավայրը վերականգնելու ապահովելու համար իրեն այդ դրությունից հետ բերելու համար կենսական նշանակություն ունի շփման վերականգնումը։ Բայց տեսնում եք բյուրոկրատիան, մենք տեսնում ենք, որ դատարանը արձակուրդ են գնացել, ինչ են արել, անկեղծ չգիտեմ, բայց պետությունը այն պարտավորությունը, որ ուներ նախ առաջին հերթին հաշվի առնելու երեխայի հանգամանքը, երկրորդ սևով սպիտակի վրա գրված անհապաղ վերահասցեագրել, ուղարկելու բարույթային նյութերը վերաքննիչ դատարան չի իրականացրել, որի արդյունքում
ամեն օր, ամեն ժամ շարունակվում է խախտվել անմարդկային վերաբերմունքի ենթարկված չլինելու իրավունքը եւ Տիկին Մանուկյանի եւ իր անչափահաս երեխայի։ Իրոք շատ բարդ խնդիր է եւ յուրաքանչյուր ոք, ով համակարգից նման որոշում է կայացրել, առնվազն շատ խորը մտածելու տեղիք ունի, եթե ինքը չի խզել կապերը բարոյահոգեբանական ինչ որ արժե համակարգի հետ, եթե խզել են, իրենք մտածելու բան չունեն, եթե դեռևս մի փոքր թել կա, երևի իրենք պետք է շատ խորքային մտածեն եւ հետեւություններ անեն եւ փորձեն ամփոփել քաղբանտարկյալ տերմինը վերջին շրջանում շատ է օգտագործվում։ Շատերը չեն հասկանում ինչ է քաղբանտարկյալը, որովհետև տարբեր տրակտովկաներ կան, որ դեպքում ասել քաղբանտարկյալ, որ դեպքում չասել քաղբանտարկյալ, ինչ որ բան արել է դրա համար ձերբակալել են դա քաղբանտարկյալա, թե քաղբանտարկյալ չի։ Անդրանիկ Թևանյանի գործը կլասիկ քաղբանտարկյալը, որովհետև ասենք այնտեղ ոչ մի բան չկա, նույնը Արեգնաց Մանուկյանը։ Ծանրաբեռնեմ մեր ունկնդրին 1900 բանաձևի բոլոր մանրամասներով, Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքով եւ այլն, ասեմ։ Պարզ բան, եթե sense նայում եք, տեսնում եք, որ նույն գործը, օրինակ, նույն բանը, եթե չլիներ քաղաքական մոտիվ, կլիներ այլ կերպ, եթե կա քաղաքական մոտիվ, այսպես է, ուրեմն մենք գործ ունենք քաղաքական հետապնդման հետ։ Շատ հաճախ ու այստեղ էլի պետքա ցավոք նաև հիշեմ մարդու իրավունքների պաշտպանին, իր կողմից եւս մանիպուլացվել է քաղաքական բանտարկյալ հասկացությունը, փորձել են դա դարձնել խղճի բանտարկյալ հասկացությանը, որը ասում է մարդը, եթե առհասարակ որևէ անմեղ իր համար քայլում էր, զբոսնում էր այգում եւ բերեցին իր գլխին սարքեցին քաղաքական նպատակներով, պլյուս մի հատ բանը կոմպոնենտ են ավելացնում, եթե այդ անձը զբաղվել է քաղաքական գործունեությամբ, ապա այդ դեպքում միայն կարող ենք համարել քաղաքական բանտարկյալ։ Բացարձակապես այդպես չի։ Քաղաքական նպատակը կարող է լինել ոչ միայն ակտիվ քաղաքական գործունեությամբ զբաղվող մարդու հետ, այլ նաև դրա աջակցի հետ, քաղաքական համոզմունք ունեցող մարդու հետ, օրինակ կարող է քաղաքական աֆիլիացիա ունեցող ինչ-որ մեկի բարեկամն է այդ պարագայում են, այսինքն հետապնդման ենթարկողի մոտիվն է քաղաքական, ոչ թե այդ մարդն է քաղաքական, այս պետք է առաջին հասկանանք։ Այսինքն հիմա կա մարդիկ, ովքեր քաղաքական գործիչներ չեն, հայտնի մարդիկ չեն, բայց իրենք քաղաքական հետապնդման արդյունքում են այդ գործով։ Այո, եւ երկրորդ պետք է նայենք, որ այո, եւ 1900 բանաձևն է ասում եւ մարդու իրավունքների եվրոպական դատարանը ասում է, եթե կարա լինի իրավիճակ, երբ որ մարդը առհասարակ ոչինչ չի արել, այո, իր գլխին սարքում են եւ էդ էլ է քաղաքական հետապնդում, բայց բացի դրանից սովորաբար վերցնում են ինչ որ մի հանցանք կամ ավելի ծանր հոդվածով են որակում, օրինակ վարչական իրավախախտումը հանցանք են դարձնում, մեղմ հանցանքը ծանր հարցանք են դարձնում, այն հանցանքի համար, որը պետքա ազատազրկում սովորաբար չէին կիրառել, կիրառում են, եթե այս գործը պետքա օրինակ սովորաբար քննում են 1 տարում, իրան շատ մաշացնելու համար քննում են 3 տարում, որ երկար նստի։ Այո, որ երկար նստի, եթե օրինակ այս դատավարական երաշխիքները ուրիշ դեպքերում ապահովում են, օրինակ զենքերի հավասարության, տեղեկատվության ազատության վկաբերելու բան, օրինակ իր պարագայում քաղաքական մոտիվներով չեն ապահովում, իսկ ցանկացած տարբերակվածություն, խտրականություն, որը դրսևորվում է քաղաքական մոտիվով ինչ որ մի գործի շրջանակներում, ապա այդ դեպքում մենք գործ ունենք քաղաքական հետապնդման հետ։ Այդ դեպքում ես կարող եմ ասել, որ Հայաստանը դարել է մեկ շնչին բաժին ընկնող քաղբանտարկյալներով թիվ 1 պետություն է, արդեն կարող է իսկ Հյուսիսային Կորեայի հետ մրցակցել։ Դե չգիտեմ, ցավոք սրտի իրականում այդ բանով, որպեսզի շատ պոպուլիստական չլինի, ասած բացառիկ ենք բան, ցավոք սրտի իմ դիտարկումները ցույց են տալիս, որ այս հետապնդումները շատ մեծ թափ են ստանում աշխարհով մեկ։ Եվ ցավոք սրտի նաև պատճառը, թե ինչու է, այսպես ասած, Նիկոլի ձեռքերը սենց ազատվել էլ չի էլ ամաչում էլի, այն բաները, որ հիմա
մենք մի քանի տարի առաջ նայում ենք, ասում ենք, սրա կեսը լիներ, հիմա ինչ աղմուկ էին բարձրացրել, հիմա կարծես թե այդ կարմիր գծերը աշխարհում են, այսպես ասած, խառնվել, ու բոլորը որպեսի իրար մատնացույց չանեն, մատով ցույց տան, այ դու սենսես շատ երկրներում են անում եւ դա օրինակ Ուկրաինայում process-ները շատ հստակ երևում է, Մոլդովայում եւ Ուկրաինայում, Մոլդովայում եւ այդ դրա հետ կապված էլ տեսեք, օրինակ ասում են, քանի որ այդ քաղաքական բանտարկյալի կամ առհասարակ մարդու իրավունքների պաշտպանության supervisor, էլի, վերահսկողը սահմանվել է եւ միայն այդ նիշան զբաղացրել են արևմտյան երկրները, Ամերիկա եւ Եվրոպա, հիմա իրանք իրենց քաղաքական բարդ իրավիճակում մի քիչ ուրացել են իրենց ստանդարտները, մի քիչ չէ, բավական լավ էլ ուրացել են, օրինակ դեսպանատները, այդ կազմակերպությունները ձեն հանում են, չեն հանում եւ եթե նայեք, իրենք օրինակ չեն ասում մենք Ուկրաինային պաշտպանում ենք, որովհետև Ուկրաինան ժողովրդավար է, այնտեղ քաղաքական հետապնդումներ չկան, օրինակ այնտեղ տենց շատ արդարացի են եկեղեցականներին հետապնդում։ Սկզբի ժամանակներ տենց ինչ-որ բաներ ասում էին, բայց այս վերջերս թարգել են, էլ չեն էլ ասում։ Թարգել եւ ասում են մենք իրանց պաշտպանում ենք, որովհետև իրենք մեր կողմից են։ Էդ է։ Ու մնացած բոլոր տեղերը, այսինքն մեծ հաշվով հիմա մենք ապրում ենք գլոբալ իմաստով մարդու իրավունքների ժողովրդավարության խորը ճգնաժամի մեջ, դեռևս ամբողջ խորությամբ չենք հասկանում այս գլոբալ ճգնաժամը, որի պարագայում մենք հələ ցավոք սրտի հույս ունենք, որ եվրոպական կառույցները պետք է ականջալուր լինեն, խոսեն եւ այլն, բայց ցավոք սրտի չէ։ Օրինակ կանանց իրավունքների հետ կապված ես հիշում եմ, թե ինչ ձևով էին իրենց ճղում, ես այդ բառը կօգտագործեմ, որոշ կազմակերպություններ, որոշ դեսպանատներ, ինչ տիպի գրանտներ էին տալիս, ինչ ձևի քարոզ էին անում, նույն Աննա Հակոբյանը, այս վերջերս ընտանեկան բռնության, կանանց իրավունքների թեմայով բաներ է անում, քարոզչական արշավ է անում։ Հիմա երբ Արեգնազ Մանուկյանի դեպքը կլասիկ օրինակ է կանանց եւ աղջիկ երեխայի իրավունքների գերոտնահարման, ոչ մեկնած են հանում, ոչ էս մեկնած են հանում։ Դե այստեղ էլի մի քիչ աղավաղված են մեր հասարակության պատկերացումները, այո, կանանց իրավունքների պաշտպանությունը, այո, կարևոր առաքելություն է, որովհետև կանայք, այսպես է ձևակերպումը ֆեմինիստական, պատմականորեն ամենամեծ սոցիալական խումբն են, որոնք ենթարկվել են ճնշման։ Փոքրամասնության կողմից։ Մեծամասնության կողմից, մյուս սեռի կողմից։ Պատմականորեն որպես երևույթ, որպես խումբ, ամենամեծ խումբն են։ Դեպ մնացածը չգիտեմ, հաշմանդամները այդ առումով մեծ, հասկանա։ Այսինքն իրանք ամենամեծ խումբն են զբաղեցնում։ Եվ իրանք իրավունքների պաշտպանությունը հիմնականում խարսխված է եղել իրենց դերով պայմանավորված այդ իրավունքների ճնշման հետ։ Բայց այո, ինքը եւս մի քիչ մեր պես հասարակություններում պոստսովետական, երբ որ շատ նույնիսկ անհարկի սրվել են օրինակ կամ մեզ արհեստականորեն բերել, կենտրոնացրել են այդ խնդիրների վրա, ես չեմ ուզում նսեմացնել են հանգամանքը, որ այո կան կանանց իրավունքների խնդիրներ, այո որ պատրիարխալ հասարակությունում կան կանանց նկատմամբ բռնություններ, որոնք միանշանակ դատապարտելի են եւ այլն, որոնց դեմ պետք է իհարկե պայքարել, բայց այնպիսի արհեստական սևեռում է տեղի ունեցել այդ խնդիրների նկատմամբ, որ մեր մոտ էլ է արդեն այդ թյուր պատկերացումը ստեղծվել, որ եթե կնոջն է վերաբերվում, ապա անպայմանորեն պետք է ուրեմն կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները զբաղվեն։ Այո, գուցե նախկինում այդպես եղել։ Այո, գուցե եթե չգիտեմ 10 տարի առաջ խոսեինք ինչ որ մի կին փորձեր մտներ քաղաքական ասպարեզ եւ իրան սկսեն հալածել կամ բուլինգի ենթարկեն եւ այլն, շատ ավելի սուր կլիներ այդ նույն կառույցների արձագանքը, բայց հիմա պետք է ասեմ, որ էլի ինչպես օրինակ այն Լիդիա Մանթաշյանի պարագան է, ես չեմ ուզում սևեռել շեշտադրումը նրա վրա, որ այ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ կատարվողը աններելի է, որտեվ նա կին է։ Ոչ, ամենևին բնավ Արեգնազ Մանուկյանի դեմ կատարվողը ապօրինի է, որովհետև ապօրինի է։
Շնորհակալություն։ Երևի հենց այս նոտայով էլ ավարտենք։ Հիշեցնեմ, որ Անդրանիկ Թևանյանը բազմիցս հայտարարել, այսինքն բազմիցս չէր կարող հայտարարել, ես եմ դա ցիտում բազմիցս, որ եթե նման մեղադրանք եք ներկայացնում, ապա բացեք դատավարությունը, թող բաց դատավարություն տեղի ունենա եւ բոլորի հասկանան, արդյոք այստեղ ով է չարագործը, ով է իսկական անմեղը։ Շնորհակալություն Տաթևիկ հյուրընկալվելու համար, հուսանք, որ շուտ այդ գործընթացները տեղի կունենան եւ գոնե շփման իրավունքը կվերականգնվի։ Հիշեցնեմ, որ այսօր ես հյուրընկալել էի փաստաբան Տաթևիկ Սողոյանին, դրանից առաջ խոսում էինք Երվանդ Բոզայանի եւ Ստեփան Դանիելյանի հետ։ Այսօր այսքանը, կհանդիպենք մեկ շաբաթ անց։